Բաքուն արդեն 6-րդ օրն է իր 13-րդ հաղորդագրությամբ հայկական կողմին մեղադրում է հրադադարը խախտելու համար։ Բաքուն նշում է, թե մարտի լույսի 21-ի գիշերը հայկական կողմը մասնավորապես Գորիսի եւ Վարդենիսի դիրքերից կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է կրակ բացելու Բաքվի պնդումները, նշելով դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Պաշտոնական Երևանն ավելի վաղ հայտարարել է, որ իրադրությունը էսկալացնելու խնդիր եւ նպատակ չունի եւ շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։ Հապկի անդամակցության սառեցումը չի նպաստում Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդմանը։ Մարտի 20-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ինչ վերաբերում է Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պարտավորություններին հապկ շրջանակներում եւ երկկողմ ձևաչափով, ապա դրանք բոլորն էլ ուժի մեջ են։ Բոլորը շատ լավ գիտեն, միևնույն ժամանակ Երևանի կողմից հապկին անդամակցության սառեցումը կարծում եմ չի նպաստում Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, ինչը նույնպես ակնհայտ է, նշել է։ Երբ Հայաստանը հաղթահարի առկա խնդիրները, համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման։ Մարտի 21-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտելով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Բրազիլիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Հայկական կողմը փոխանակ փորձի վերացնել պայմանագրի ստորագրմանը խոչընդոտող խնդիրները, մանիպուլացնելով է զբաղված, փորձելով Ադրբեջանին ներկայացնել որպես խաղաղությամբ չշահագրգռված կողմ, ապային ասել է արտգործնախարարությունը։ Ռուսաստանի քաղաքներից Սոչիում տեղի ունեցած հայկական հարսանիքից մի հատված է տարածվել համացանցում, որում Հարսնուփեսան մերձավորների հետ պարում են Արամ Ասատրյանի անկախ Հայաստան երգի ուղեկցությամբ։ Համացանցում հազարավոր դիտումներ է հավաքել տեսանյութ, որում չինացի երիտասարդը հայկական է պարել սովորեցնում ազգությամբ ուզբեկ տղայի։